Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ ներկայացնում եմ նախագծերի փաթեթ, որով լուծվում է շատ մեծ խնդիր, որը կապված է պատշաճ ծանուցումների իրականացման հետ։ Մենք մեր երկրում ունենք այնպիսի իրավիճակ, երբ պետություն-քաղաքացի հարաբերություններում հատկապես, որոշ դեպքերում նաև քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում անձինք չեն կարողանում ծանուցվել պատշաճ և չեն կարողանում իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, քանի որ ներկա պահին մեր երկրում չի գործում ինտերնետային ծանուցումների համակարգը, այլ կերպ ասած էլեկտրոնային ծանուցումների միասնական համակարգը, և նախագծերի փաթեթը միտված է այս խնդիրը լուծելուն։ Այս փաթեթով կարելի է ասել ներդնում ենք էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, սկզբից մինչև վերջ նկարագրված, և եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի և ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից անձը համարվելու է պատշաճ ծանուցված։ Նկարագրեմ, թե ինչպես է մեխանիզմն աշխատելու։ Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում, և եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Անձը կարող է նաև տրամադրել իր հավելյալ կապի միջոցները, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել։ Այս հանգամանքը արժանի է շեշտադրման, որովհետև մեր քաղաքացիներին հուզում է այն հարցը, թե արդյոք իրենք կարող են իրենց նախընտրած տարբերակով ծանուցվել, և դրա պատասխանն է այո։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու է աշխատել հաջորդ քայլը, այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Հիբրիդային առաքանին դա այն է, երբ ծանուցվողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումը ավտոմատ փոխանցվում է փոստին, և փոստը այն ծրարավորում է և ուղարկում անձի հաշվառման հասցեով։ Այս տարբերակը դեռ թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք, այսինքն այն դեպքերում, երբ անձը չբացի և չծանոթանա ծանուցմանը, ապա ծանուցումը նրան ուղարկվի նաև փոստային առաքանու միջոցով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար.am հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում, և ազդարար.am-ում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանուցված։ Մի շատ կարևոր շեշտադրում. եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով ծանուցումներ կարող են ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, և այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրը անձը համարվելու է պատշաճ ծանուցված, անկախ այն հանգամանքից անձը մուտք է գործել տվյալ հարթակ, թե ոչ։ Այսինքն տվյալ դեպքում այլևս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով և ազդարար.am հարթակով ծանուցում։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով մուտք են գործում, հետևաբար սա ընդունել ենք որպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծանուցման հարթակ։ Կազմակերպությունները մտնելու են հարթակով աշխատելու համար և տեսնելու են իրենց ծանուցումները ստացված ոչ միայն պետական եկամուտների կոմիտեի կողմից, այլ նաև այլ մարմիններից։ Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են ծանուցումը ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող 3-րդ օրվանից։ Եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը միանգամից տեղադրվելու է ազդարար.am կայքում, և տեղադրվելուց հետո 5-րդ օրը նրանք համարվելու են ծանուցված։ Ծանուցումների տեղադրման կարգը, այդ թվում նաև թե որն է լինելու ծանուցման հարթակը, որ կայքում է գործելու պաշտոնական էլեկտրոնային փոստը և այլ տեխնիկական մանրամասները սահմանվելու են կառավարության
որոշմամբ մեկ նորամուծություն ևս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ևս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը ևս կհամարվի պատշաճ ծանուցում։ Թերևս այսքանը, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։